ԱՄՆ-ում Լուիսվիլի օդանավակայանի մոտակայքում MD-11 բեռնատար ինքնաթիռ է կործանվել, հաղորդում է CNN-ը, հղում անելով իր աղբյուրին։ Նախնական տեղեկությունների համաձայն UPC MD-11 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Լուիսվիլի օդանավակայանի մոտակայքում, ասվում է հրատարակության մեջ։ Հռոմի պապ Լևոն 14-րդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների եւ Վենեսուելայի միջև բռնությունը հաղթանակի չի հանգեցնի, հայտնում է Վատիկան Նյուզ պորտալը։ Ես կարծում եմ, որ բռնությունը երբեք հաղթանակի չի հանգեցնում։ Լուծումը երկխոսության որոնումն է երկրների միջև առկա խնդիրները լուծելու ուղիներ մշակելու համար, գրում է պորտալը։ New York Times-ը նախկինում հաղորդել էր, որ Սպիտակ տունը քննարկում է Վենեսուելայի համար 3 ռազմական տարբերակ, այդ թվում ավիահարվածներ, հատուկ նշանակության ուժերի ուղարկում կամ հակահաբեկչական ուժեր։ Washington Post-ը պնդում էր, որ ԱՄՆ-ն Կարիբյան ավազանում զորքերի խումբ է տեղակայում, որը նախնական տվյալներով կարող է կազմել մոտ 16,000 զինծառայող։ Սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների Միացյալ Նահանգները բազմիցս օգտագործել է իր զինված ուժերը Վենեսուելայի ափերի մոտ ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող նավակներ ոչնչացնելու համար։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի մասնակցի Կոլումբիայում կայանալիք Եվրամիության եւ Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի պետությունների միության գագաթնաժողովին լատինաամերիկյան երկրի վրա ԱՄՆ-ի ճնշման պատճառով, հաղորդում է Financial Times-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Կոլումբիան լիովին գտնվում է թմրավաճառների վերահսկողության տակ։ Միևնույն ժամանակ Կոլումբիայի եւ ԱՄՆ առաջնորդները արդեն մի քանի բանավեճ են սկսել։ Այսպես Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն Univision-ի տված հարցազրույցում հայտարարել էր, որ աշխարհը պետք է կամ փոխի Թրամփին, կամ ազատվի նրանից։ Մեկնաբանելով այս դիտողությունները, Թրամփը իր կոլումբիացի գործընկերոջը անվանել է գողական եւ վատ մարդ եւ կոչ արել նրան զգույշ լինել իր լեզվի հետ, սպառնալով լուրջ միջոցներ ձեռնարկել իր եւ իր երկրի դեմ, եթե նա դա չանի։ Կարիբյան ավազանում տեղի ունեցողի հետևանքները շատ բարդ են։ Սելլակ հանդիպումը չեղարկվում է վերջին րոպեին։ Բրիտանական հրատարակությանը հայտնել է անանուն լատինաամերիկյան պաշտոնյան Ելիսեյան պալատը հաստատել է չեղարկումը, բայց չի բացատրել պատճառները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի Մոսկվայի ժամանակով ժամը 16:30-ին ելույթ կունենա հանրապետական սենատորների հետ նախաճաշի ժամանակ։ Սպիտակ տան ժամանակացույցի համաձայն ԱՄՆ կառավարության ռեկորդային երկարատև փակման ֆոնին։ Դրանից հետո Թրամփը կմեկնի Մայամի, որտեղ ինչպես սպասվում է, ելույթ կունենա բիզնես ֆորումում։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ գործակալությունը գնահատում է, որ հարստացված ուրանի գրեթե ամբողջ ծավալը մնում է Իրանում, Իսրայելի եւ ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածներից հետո։ Վնասը հսկայական էր, բայց մենք գնահատում ենք, որ մինչև 60%, ինչպես նաեւ 20%, 5% եւ 2% հարստացված ուրանի մեծ մասը, եթե ոչ ամբողջը, դեռևս այնտեղ է, ասել է Գրոսին Financial Times-ին։ Նրա խոսքով այդքան բարձր հարստացման աստիճանի զենքի համար նախատեսված որակին մոտ նյութի գոյությունն ինքնին մտահոգության տեղիք է տալիս։ Սեպտեմբերին Գրոսին հայտարարեց, որ ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը չի տեսում ուղղակի ապացույցներ, որ Իրանը մեծացնում է ուրանի հարստացման մակարդակը, սակայն Թեհրանն ունի դա անելու կարողություն։ Թրամփի վարչակազմն աշխատում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որը նախատեսում է բազմազգ ուժեր տեղակայել Գազայի հատվածում Վաշինգտոնի միջնորդությամբ կնքված հրադադարը պահպանելու համար, հաղորդում է CNN-ը հղում անելով իր աղբյուրին։ Նրա խոսքով քննարկվում են ժամանակավոր անվտանգության ուժերի ստեղծման մանրամասները, որոնց խնդիրներն են լինելու Գազայի հատվածի ապառազմականացումը եւ պաղեստինյան նոր ոստիկանական ուժերի պատրաստումը։ Աղբյուրը հավելել է, որ ամերիկյան զորքերը չեն լինի Գազայի հատվածի ներսում գտնվող այս անվտանգության ուժերի մաս, այլ կկատարեն համակարգող գործառույթ անկլավից դուրս։ Նշվում է, որ բանաձևի նախնական տարբերակներն արդեն տարածվել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մյուս անդամների շրջանում։ Հոկտեմբերի 9-ին Իսրայելը եւ Համասը Եգիպտոսի, Քաթարի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջնորդությամբ համաձայնեցին իրականացնել Թրամփի կողմից ներկայացված խաղաղության ծրագրի առաջին փուլը։ ԱՄՆ նախագահի կողմից ուրվագծված հրադադարը Գազայում ուժի մեջ մտավ հոկտեմբերի 10-ին։